Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Ասում են աշխարհում բոլոր օրերը կարելի է տոների վերածել, եթե այդպիսի տրամադրություն ունես ու եթե գտնվում ես կանանց շրջապատում։ Կանայք առհասարակ ինչ որ առումով իրենց շուրջը տոներ տարածելու հատուկ կարողություն ունեն, բայց այստեղ պիտի մի քիչ նաև ճշգրտում անել։ Կան կանայք, որ իրականում իրենց շուրջը տոներ տարածելու հատուկ կարողություն ու վարպետություն ունեն։ Ուշադրություն, արդեն Հայաստանում մեկնարկել է կանանց միամսյակը, սա նշանակում է, որ այս օրերի ընթացքում հնարավորություն պիտի ունենանք ներկայացնելու Elroom-ում իրականում կանանց, ովքեր կարողացել են իրենց տեսակով, իրենց բնավորությամբ, իրենց կերպարով, այս աշխարհում ինչ-որ բան փոխել։ Կնոջ հետ կապված յուրաքանչյուր բառ արտահայտություն, անընդհատ վերլուծում ու ժամանակի ընթացքում ավելի ու ավելի նոր, ինչպես ասում են, շերտեր են բացահայտում։ Կանանց մեջ իրականում շատ հետաքրքիր միաձուլում կա, շատ մեծ ուժի, համբերության, չհանձնվելու կարողության ու միևնույն ժամանակ այս աշխարհը գեղեցիկ դարձնելու։ Ու ինչքան էլ աշխարհում շատ լինեն ամենատարբեր ուղղություններով հաջողության հասած կանայք, միևնույնն է, դրա հետ միասին շատ կարևոր մի առանձնահատկություն ունեն, մի աշխատանք, որը յուրաքանչյուր կնոջ համար կարծում եմ ամենակարևորն է, ասում են ամենամեծ աշխատանքն է կին լինելու արվեստը։ Այսօր մենք կանանց այս տոների այս ամբողջ շղթան բացում ենք շատ հետաքրքիր, շատ տարբերվող, ինձ համար իրականում շատ սիրելի մարդու հետ զրույցով։ Ինչու, որովհետև միշտ կարելի է մտածել, որ այ մասնագիտություններ կան, որոնք ենթադրում են, որ պիտի անընդհատ քեզ վրա մեծ ուշադրություն դարձնես, պիտի քո արտաքինին հետևես։ Մյուս կողմից մասնագիտություններ կան, որ պատասխանատվությունը մեծ է ու կարող է ինչ-որ բան չհասցնես, բայց կնոջ առանձնահատկությունն ու եզակիությունը երևի հենց այստեղ է, որ ոլորտում էլ լինի, միևնույնն է, այստեղ պիտի կարողանա միշտ բարձր պրոֆեսիոնալ նշաձողը պահել ու սրա հետ միասին շատ կարևոր առանձնահատկություն, պիտի կարողանա շատ լավ ու գերազանց կատարել ամենակարևոր աշխատանքը, գեղեցիկը, իր շուրջը եւ իր ներսում տարածելու արվեստը։ Սիրով այս պահին ուզում եմ Elroom-ում նաև ձեր անունից ողջունել Smart հաշվապահական եւ իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, Formex ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Զարոյանին։ Գոհար, ես շատ ուրախ եմ, որ առիթ ունենք հանդիպելու այս ամենակարևոր օրը, ըստ էության կանանց տոն կարելի ասել, բայց տոների միամսյակը բացվում է եւ ես շատ ուրախ եմ, որ այս մեծ ու գեղեցիկ շրջանը բացում ենք հենց հմայիչ, տարբերվող ու շատ պրոֆեսիոնալ Գոհար Զարոյանի հետ։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան հրավերի համար, շատ հաճելի է նորից լինել եւ ուրախ եմ այստեղից ողջունել բոլոր կանանց մեկ ամսյակի շրջանակներում։ Մարտի 8-ից սկսում ենք ընդունել շնորհավորանքներ, ընդունել եւ հղել բնականաբար բոլոր կանանց շնորհավորանքներ մինչեւ ապրիլի 7-ը, բայց այս շրջանը նաեւ մի քիչ եւ մասնագիտական, եւ անձնական, եւ տեսակի մասին, երևի մտածելու, գնահատելու, արժևորելու շրջան է, չէ՞ Գոհար։ Իհարկե, կարծում եմ բոլոր կանայք այս շրջանում սպասում են այն ավելի ջերմությանը, ավելի շատ ծաղիկների, ավելի շատ նվերների, ավելի շատ ուշադրությանը եւ հոգատարությանը եւ կարծում եմ, որ իրենք արժանի են ու արժանի են ոչ միայն մեկ ամսվա համար, այլ ամբողջ տարվա համար։ Այո, իսկապես։ Մենք միշտ ասում ենք, որ մեկ ամսյակը պետք է փոխել 11 ամսյակը ապրիլի 7-ից մինչև մարտի 8-ը դարձնել։ Այնուամենայնիվ, քանի որ մեր լսարանը հիմնականում ավելի շատ կանայք են, երևի մի քիչ ավելի անկեղծ լինենք, Գոհար, կանայք էլ իրենք պիտի կարողանան ամեն դեպքում ստեղծել ժամանակի ընթացքում, իրենց համար, իրենց շուրջը, նաև այն մթնոլորտը, որ կանացիությունը պահելով կարողանան հաղթանակներ գրանցել։ Տպավորություն է, որ այս երկուսը միասին դժվար է։ Կնոջ վրա իրականում դրված է շատ մեծ հոգս, ընտանիք, աշխատանք եւ իրենից բխող այլ հասարակական կյանքին վերաբերվող աշխատանքներ, որոնք որ պետք է կատարեն։ Եվ ես զարմանում եմ ուղղակի, պետք է անկեղծ լինեմ եւ չեմ կարող ուղղակի այս օրինակը չասել հենց իմ աշխատակիցների հետ կապված։ Աշխատակիցները, ովքեր որ կանայք են, ես որ տեսնում եմ իրենք ոնց են ընտանիքում, լինում լիարժեք մայր, լիարժեք կին,
Եվ հաջորդ օրը ոնց են իրենք նորից գալիս գործի, մենք ունենք ընդունված ավանդույթ ամեն առավոտ սրճել միասին, որից հետո նոր սկսել աշխատել։ Եվ այդ ժամանակահատվածում, երբ ես լսում եմ երեխայի դասը սովորեցրեցի, այնինչ մենք մեկ օր առաջ շատ հոգնած համատեղ դուրս էինք եկել, հա, ընկերությունից։ Ես հենց այդ ժամանակահատվածում հասկացա, որ շատ դժվար է, որովհետև երբ մենք տեսնում ենք մեր մայրիկին, մեզ համար սովորական է դառնում այդ առօրյան արդեն։ Մենք ընկալում ենք, որ հա, մայրը մեզ ուշադիր է, կերակրեց եւ այլն, բայց ավելի հասուն տարիքում ահավոր, ահռելի պատասխանատվություն է կնոջ ուսերին դրված եւ այդ ամենի հետ մեկտեղ կանայք շատ ավելի նպատակասլաց են։ Այսինքն ես տեսնում եմ, որ կիրակի օրը հանգստի օրվանից հետո գալիս են գործի երկուշաբթի օրը ավելի հոգնած, քան հանգստացած, որովհետև իրենք ստիպված են եղել, հա, այդ ամբողջ հոգսերը, երեխաներ, ընտանիք, ամուսին, հյուր գնալ, հյուր ընդունել եւ այլն, այդ ամենը, բայց գալիս են խնամված, հարդարված, լավ տրամադրությամբ ու իրենք ոնց են կարողանում այդ ամենը կրել իրենց վրա, միայն գովելի է։ Այո, Գոհար, դու նաև բնավորության հետաքրքիր առանձնահատկություն ունես, կանանց համար սա շատ կարևոր մի բան է, հոգեբաններն են այդպես պնդում, քիչ կանայք կան, որ կարողանում են գնահատել, արժևորել իրենց շրջապատում գտնվող մյուս կանանց, հա, հենց սկզբից քո խոսքում նշեցիր դու աշխատակիցներին, կանանց ովքեր ունեն ավելի ծանրաբեռնվածություն ընտանեկան նկատի ունեմ, այսինքն երեխաների եւ այլն, բայց ըստ էության նույնը եւ շատ զարմանալ մենք բոլորս կարող ենք հենց քո օրինակով, որովհետև մասնագիտական այսքան զբաղվածության, այսքան մեծ պատասխանատվություն, շատ մեծ ընկերությունների հետ եք դուք համագործակցում եւ դրա հետ միասին միշտ խնամված, միշտ այսպես ամեն ինչին ժամանակ տրամադրող, սա էլ շատ բարդ ու նախանձելի մի բան է, դուք կազմակերպված մարդ եք ձեր տեսակով։ Ուղղակի չեմ կարող լինել այլ կերպ։ Որովհետև ինձանից այդ ամենը պահանջվում է եւ կարծում եմ, որ դա ուղղակի տեսակ է։ Մարդկային տեսակ, որը ունի իր առանձնահատկությունները, որքան էլ որ լինեմ հոգնած, ես գիտեմ, որ պետք է լինել հաջորդ օրը ներկայանալի, որովհետև ունենում եմ տարբեր հանդիպումներ եւ այստեղ շատ կարեւոր բան, հա, ինքս ինձ համար պետք է լինեմ հաճելի։ Ինձ համար ամենակարևոր բանը տնից դուրս գալուց նայել եւ տեսնել, որ ես ինձ դուր եմ գալիս։ Դրանից հետո ինձ ոչինչ չի խանգարում իմ օրը ցանկացած դժվարություն հրաշալի հաղթահարելու համար, երբ ես ինձ դուր եմ գալիս ու կարծում եմ բոլոր կանայք են այդպեսին, հա։ Այո, սա մեծ գաղտնիք է, հրաշալի բացահայտեց Գոհարը։ Պետք է լինել ներդաշնակ։ Հագնվել այնպես, ինչպես որ դու քեզ լավ ես զգում այդ պահին, քո առավելությունները ընդգծել, եթե կան պուճուրիկ թերություններ, հա, թաքցնել, որովհետև կանայք դա շատ հաճելիորեն կարողանում են անել եւ շատ հմուտ, որպեսզի օրը լինի ավելի հաճելի։ Եվ այն օրը, որը որ այդ ֆորմատի մեջ չէ, ըստ իս չի կարող լինել ուղղակի ստացված։ Եվ կարող եմ ավելացնել նաեւ գեղեցկության շատ կարևոր մի մաս հոգեբանական վիճակը կնոջ։ Երբ կնոջ մոտ հոգեբանական վիճակը հրաշալի է, որևէ արտաքին միջամտություն, կոսմետիկա կամ նմանատիպ որևէ խնամքի միջոցներ չեն կարող ավելի ու ավելի գեղեցկացնել, քան հոգեբանական ներդաշնակ վիճակը։ Այո, իսկապես աչքերի փայլը, չէ։ Պաշտպանված լինելը, սիրված լինելը, դրանք կնոջ համար կարծում եմ ամենակարևորն են։ Սրա հետ միասին կինը կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, հա, պիտի ունենա իր ազատության, անկախության, պատկերացումն ու սահմանները։ Շատ հաճախ մենք այստեղ կանայք մի քիչ անկեղծ լինենք եւ խոստովանենք, որ շատ դեպքերում դժվար է սահմանները ճիշտ գծել ու պահել։ Մտածել եք այս ուղղությամբ եւ որոնք են այն ճիշտ կետերը, որի ներսում կինը երջանիկ է։ Ոչ թե մտածել եմ, այլ բախվել եմ ես այդ իրականության հետ, քանի որ բոլորս ապրում ենք Հայաստանում, որտեղ կանանց ավելի մեծ հոգս է հասել եւ ավելի խիստ են դատում, քան տղաներին։ Այո։ Ընդունենք, որ իրականությունը այդպես է, այո։ Ինձ համար ամենաառաջնային բանը առհասարակ ազատությունն է, դա իմ տեսակին համապատասխան է։ Ես կարող եմ ունենալ ներդաշնակ հրաշալի հարաբերություններ, եթե ինձ ընդունում, հասկանում են եւ չեն խանգարում իմ ազատությանը։
եւ կարծում եմ, որ բոլոր կանայք ուզում են լինել հասկացված եւ ազատ, արտահայտելու իրենց միտքը, իրենց ցանկությունները, դրսևորվելու, որտեղ դա է իրականը։ Մյուս կողմը արդեն ուղղակի ստեղծված է, հա, որպեսզի դուր գա ինչ որ մեկին։ Կաղապարներ են այսինքն։ Ցանկանա լինել, այո, հաճելի, գեղեցիկ, չգիտեմ, հագնեմ այսպես, որովհետև դուր է գալիս եւ այլն, բայց եկեք ընդունենք, որ դա իր անձը չէ, որ դա դու չես։ Դու ուղղակի ուզում ես լինել ինչ որ դուրեկան, ինչ որ մեկի համար, որը միառժամանակ մի որոշ ժամանակ անց, այսպես թե այնպես փոխվելու է եւ արթնանալու է քո մեջի եսը։ Ինձ համար ամենակարևորը որպեսզի ես մոտ լինեմ իմ եսին, քայլեմ դեպի իմ եսը եւ շատ չհեռանամ։ Իհարկե իմ կյանքում էլ բազմաթիվ անգամներ եղել են, որ որոշակի իրադրություններից ելնելով անգամ հայլու մեջ նայելով տեսել եմ, որ գոհ շատ ես փոխվել, բայց ախր սա քո ոճը չէ, սա դու չես եւ այստեղ դու իրական չես։ Ամենակարևորը, որ կանայք փորձեն լինել իրական եւ ունենան այնքան կամք, այնքան ուժեղ դրսևորումներ, կրթվելու, զարգանալու, անկախ լինելու շատ ներուժ, որպեսզի լինեն անհատական, ունենան անհատականություն եւ ուղղակի չտրվեն այն ընթացքին, որոնց իրանց տանում է կյանքը տարբեր ուղղություններով։ Դուք շատ սիրում եք առհասարակ բոլոր ուղղություններով ինքնակրթվել։ Այսինքն, եթե ինչ-որ ոլորտ ձեզ հետաքրքրում է, դուք ոչ թե ուղղակի ինչ-որ արտահայտություններով մոտավոր, այլ սիրում եք ինքներդ նստել, ուսումնասիրել, առհասարակ մի մեծ եզակի առավելություն ունի Գոհար Զարոյանը, որ սիրում է սովորել եւ սրա մեջ նաեւ նոր ուղղություններ բացահայտել։ Դա առանձնահատկություն է։ Ինձ համար հետաքրքիր է ամեն բան, եւ ես չեմ սիրում ինչ-որ բան անել ուղղակի։ Ես սիրում եմ անել ուսումնասիրելով, խորությամբ, ինձ համար հետաքրքիր է ամեն ինչ։ Ինձ համար հետաքրքիր են սահմաններից դուրս բոլոր երևույթները։ Ինձ համար բացահայտեցի մի բան, որ Գոհար, ինչը որ դու տեսնում ես, հրաշալի է, բայց հավատա, որ Աստված ստեղծել է մեծ աշխարհ ու կան շատ ավելի գեղեցիկ վայրեր, որոնք որ դու չես տեսել, շատ ավելի հետաքրքիր մարդիկ, ում դու դեռ չես ճանաչում, չես շփվել, կան շատ մեծ եզրեր աշխարհը տեսնելու համար։ Դա կապված է նրանց, թե դու որքան ես ուզում տեսնել, ինչ ես ակնկալում կյանքից եւ ինչ ես ուզում ստանալ։ Կոմֆորտ զոնայից դուրս գալ է պետք։ Այսինքն մնալ որոշակի աշխատավայրում, որտեղ ստանդարտ է, ուղղակի կոմֆորտ է եւ համարձակություն չունենալ ավելի, դա ինձ համար ընդունելի չէ։ Ու ամեն մի ընդունելին չեն, բերում են նոր հարվածներ, միանշանակ, նոր փոփոխություններ, նոր ծանրություն, նոր հետաքրքրություններ, որոնք որ իմ կյանքն են։ Այո։ Ես այդպեսին եմ տեսնում, այլ կերպ ես չեմ կարող, ես չեմ հասկանում ինչպես կարելի է արթնանալ եւ չունենալ պլաններ։ Մենք օրվա ընթացքում չունենք 15 րոպե, որը որ պլանավորված չէ։ Այո։ Հստակ։ Գոհար, բայց շատ հետաքրքիր է նաեւ, որովհետեւ այդ ձեր մասնագիտության հետ կարծես այսպիսի մտածողությունը, այսքան ստեղծագործականությունը նաև տպավորություն է, որ շատ ներդաշնակ չի համենայն դեպս այնպես ինչպես մենք եք պատկերացնում, բայց դուք կարողացել եք նաև այստեղ ինչ որ ընդունված բաներ կոտրել, հա, հաշվապահի մասնագիտության, հաշվապահության ոլորտում կարողանալ այսպես նոր դռներ բացել, սա դժվար մի բան է։ Ես շատ եմ լսել կարծիքներ, որ հաշվապահը պետքա լինի կոնկրետ ստանդարտներով, որովհետև մեր հասարակությունը իրեն ընկալում է կոնկրետ ստանդարտներով, բայց եկեք հասկանանք, որ մասնագիտական որակները ընդհանրապես կապ չունի, հա, մնացած այդ պատկերի հետ, որը ի սկզբանե ստեղծվել է, ուղղակի դա մեր գիտակցության մեջ է։ Մենք ուղղակի այդպես ենք պատկերացրել այդ մասնագիտությունը, ոչ նոր է, անընդհատ ուսումնասիրելու տեղեր կան, անընդհատ փոփոխություններ կան, անընդհատ նոր բան կրթվելու, սովորելու տեղեր կան մեր մասնագիտությունում, եւ ես չեմ սահմանափակվում դրանով, մենք անընդհատ ընդլայնվում ենք։ Այսինքն մենք եթե ուսումնականում ունենք հաշվապահական դասընթացներ, մենք պլանավորել ենք արդեն իրավական հատված, մենք պլանավորել ենք գնումների սեմինարներ, նոր բաներ, որպեսզի լինի հետաքրքիր։ Մեկ տեղում լինել մի քանի տարի գնում է լճացման։ Արդեն հետաքրքիր չէ, ուսումնասիրված է։
Բայց դա նորից եմ ասում, էություն է, բնույթ է, տեսակ է։ Ինձ մոտ եղել են շատ բախումներ, ինքս ինձ հետ, մինչև որ եկել է այն պահը, որ փորձել եմ, այս պահին էլ կան, մինչև որ գալիս ես ինքդ քեզ, քո եսին, հասկանում ես ինչ ես ուզում, ոնց պետքա ճիշտ դրսևորել։ Էլի բախումներ են առաջանում մարդու ներսում։ Իսկ կանայք դրանք հաղթահարում են ավելի ճկուն, քան ցանկացած տղամարդ։ Կանայք ամենաուժեղն են աշխարհում եւ ամենակարևոր նշանակությունն ունեն, որովհետեւ մեր սերնդի կրթությունը ապահովում են կանայք, դաստիարակում են երեխաներին կանայք եւ մենք վաղը ինչ սերունդ կունենանք, ինչպիսի տղամարդիկ կմեծացնենք, ինչպիսի աղջիկներ, դրանք միայն ու միայն կնոջ ձեռքերում են։ Պատասխանատվությունը կնոջ վրա է, որովհետեւ դաստիարակությունը հիմնականում դաստիարակությամբ երեխայի զբաղվում է մայրը։ Մի քանի տասնամյակ առաջ ընդամենը կարելի էր տեսնել հա մայրերի կերպարը, նույնիսկ այ նկարներում, չգիտեմ, ֆիլմերում եւ այլն, մի քանի տասնամյակ առաջ լրիվ ուրիշ էր։ Հիմա ժամանակը նաեւ իր պահանջներն է դնում, հա, կանանցից, եւ պրոֆեսիոնալ կանանցից եւ ընտանիքում մայրերից, հա, ասում եմ, որ պետք է կարողանալ նաև խնամված լինել, այ խնամված լինելու մասին, սա այսպես միայն արտաքին այդ հարդարված ամեն օր դիմահարդարումով կամ վարսահարդարումը չի, այլ քեզ համար, ինչպես նշեցիք, հայելու մեջ նայելիս դու քեզնից գոհ լինես եւ հասկանաս, որ դու պատրաստ ես աշխարհը նվաճելու։ Սա կարևոր է նաև անձնական հարաբերություններում, կլինի ընտանիքում, թե աշխատավայրում նաև։ Կնոջը առաջնայինն է կարծում եմ ու գեղեցկացնում է հենց ընտանեկան վիճակը եւ անձնական կյանքը։ Ահա։ Ինչքան էլ որ մենք աշխատանքում լինենք հաջողված, այդ թվում նաեւ ես։ Բայց անձնական կյանքը կարծես թե ամենասկզբում է, ամենաառաջնային տեղում է, որովհետեւ երբ քո ներսը, քո անձնական կյանքը հրաշալի է, հավատացեք ցանկացած դժվար պահ, ցանկացած դժվարություն օրվա ընթացքում լուծվում է ավելի հեշտ, որովհետեւ դու այդ պահին ուժեղ ես։ Ինչքան էլ որ կանայք ուժեղ են, եկեք չթերագնահատենք տղամարդկանց լինելիությունը մեր կյանքում, հետևաբար պետք է ուղղակի լինել այն տեղում, որտեղ քեզ պաշտպանում են, որտեղ քեզ սիրում են, որտեղ դու ավելի հանգիստ ես։ Դեռ իհարկե այդ երջանիկ պահը չի եկել, դուք ձեր անձնական ընտանիքը չունեք, բայց շատ կարևոր է եւ որ աշխատանքը եւ ձեր ընտանիքի անդամներին դուք միշտ նշում եք, որ առաջնային ինձ համար այս երկու ուղղություններն են։ Այս պահին, այո, առաջնայինը այդ երկուսն են։ Ես չեմ հասցնում ուղղակի ավելին։ Այո, որտեվ այն հոգսաշատ, որ խոսում ենք, կանանց մասին, դա նաև ինձ մոտ է։ Իմ օրվա ծանրաբեռնվածությունը առավոտը ժամը 9-ից 10-ից մինչև շատ ուշ երեկո շարունակվում է գրեթե ամեն օր։ Այո, բայց դուք հասցնում եք նաև զբաղվել, օրինակ սպորտով զբաղվել, այսինքն ժամանակ տրամադրել ինքներդ ձեզ։ Ես ունեմ շատ խիստ բալանսավորում, այսինքն ես փորձում իմ օրը ամբողջությամբ բալանսավորված է յուրաքանչյուր ժամ։ Ես գիտեմ, որ ես այդ օրը 1 ժամ պետք է լինեմ, զբաղվեմ յոգայով, հա, ես այդ ժամանակահատվածը կլինեմ այնտեղ ու հոգեպես կլինեմ այնտեղ։ Չեմ լինի այնտեղ եւ լինեմ աշխատավայրում։ Շատ բարդ է, ինչպես եք հասել սրան։ Շատ եմ աշխատել եմ նաև մասնագետների հետ, որովհետև ինձ մոտ էր, ինչպես մարդկանց մեծամասնության մոտ կա որոշակի երևույթ։ Ես այստեղ եմ, բայց ես այստեղ չեմ մտքերով։ Ես հանգստի եմ, բայց ես հանգստի չեմ, որովհետև մտքերով եմ։ Մտքերով ինչ որ աշխատանքի վայրում եմ, ինչ որ իրավիճակում եմ եւ այլն։ Ես շատ փորձել եմ աշխատել եւ գալ այն կետին, որ եթե հիմա այստեղ եմ ձեզ մոտ, ուրեմն ես այստեղ եմ ու պետք չի մտածել այլի մասին։ Ես կարող եմ շատ նուրբ տեխնիկա ասել, հուսամ, որ կօգնի շատերին։ Մարտիրոսյան նվերը։ Այո։ Երբ մենք ունենք այդ խնդիրը եւ այդ թերությունը, ուղղակի պետք է բարձրաձայն ասենք, որ ես այստեղ եմ, ես քայլում եմ, ես ջուր եմ խմում, դա ուղեղին փորձում է բերել այն մտքին, որ դու ջուր ես խմում, այսինքն անդադ կենտրոնացնում է, հա, այդ մտքի վրա։ Ես քայլում եմ, ես կարդում եմ, ու դա պետք է ասել բարձրաձայն։ Բնականաբար դիմացիների համար կարող է անակարելի լինել, ինչ ես բարձրաձայն խոսում, բայց միակ տարբերակն է եւ մեթոդը, որ քեզ բերում է այստեղ հիմա վիճակի։
որ ժամանակ չկորցնես, որովհետև ամենակարևորը մեր կյանքում ժամանակն է։ Առհասարակ կանանց շատ հյուծում է, որ անընդհատ ասում են, դե մտքերով էստեղ է ինչ որ մի բան, տան խնդիրը աշխատավայր բերել, աշխատավայրի խնդիրը տուն տանել, ինչ որ մի ներքին այդ հուզմունք տանել մի ուրիշ միջավայր։ Գոհար, ես շնորհակալ եմ ձեզ անկեղծ արտահայտությունների համար։ Դուք առհասարակ անկեղծ մարդ եք եւ ձեր մասնագիտության բերումով եւ առհասարակ սիրում եք մարդկանց օգնել։ Այսինքն օգնել են դեպքում, երբ զգում եք, որ դրա անհրաժեշտությունը կա, խորհուրդ տալ, երբ ձեզ դիմում են այդ հարցով։ Ես չեմ սիրում տխուր մարդկանց, կներեք։ Այո։ Սա եւս անկեղծության, հա, ինչ որ դրվագ։ Ես չեմ սիրում տխուր մարդկանց։ Երբ էլի գնամ աշխատակիցներից, որովհետեւ օրվա մեծ մասը մենք միասին ենք անցկացնում, երբ աշխատողներից մեկը գալիս է աշխատանքի եւ ես միանշանակ նկատում եմ, որովհետեւ ես իրենց ամեն օր տեսնում եմ։ Եթե միանշանակ նկատում եմ, որ տխուր է, ինչ որ բան այն չէ, մենք ավելի լավ է այդ պահին զրուցենք, ստանանք այնպեսի ջերմ զրույց, որ կարողանա այդ իրավիճակը անցնել եւ կարողանանք գալ աշխատանքի, մտքով գալ աշխատանքի, որովհետեւ ես շատ եմ ընդունում էներգիան։ Այսինքն պետք է ուղակի ձգել լավը, պետք է ուղակի այդ պահին դա լուծել եւ հետը չտանել մի ժամ ավել, որովհետեւ յուրաքանչյուր հարց լուծվում է, ավելի լավ է հենց հիմա քննարկել, լուծել, անցնել առաջ, լսել այդ ճշմարտությունը, անցնել առաջ, քան դա տանել հաջորդ օրը։ Ես ունեմ նաեւ այդ պայմանավորվածությունը իմ ընկերների, անգամ իմ ընտանիքի աշխատակիցների հետ, եթե կա որևէ խնդիր, եկեք լուծենք հենց հիմա։ Ավելի լավ է ես լսեմ հարցը, փորձենք դրան պատասխանել, գտնել լուծումներ, բայց տխուր չգալ ուղակի ոչ աշխատանքի, ոչ լինել տանը, որտեղ ամեն հարց կարգավորվում է։ Այո, Գոհար, ձեզ հետ շփվելը ես կարծում եմ, դուք խոսում եք, որ ինքնակրթությունն ամենակարևորն է, բայց իրականում հոգեբանական, այսպես հետաքրքիր նուրբ տեխնիկաների միջոցով դուք կարողանում եք սովորեցնել մարդկանց երջանիկ լինելու արվեստը։ Ես հասկանում եմ, որ այո, ձեզ սիրում են ձեզ հետ ուղակի զրուցել եւ շատ հաճախ կարծում եմ, որ այս առումով էլ ձեր ժամանակը պիտի շատ խիստ պլանավորած լինի, որպեսզի չգողանան նաև հարազատները, ընկերները, աշխատակիցները։ Սուրճի սեղան, ոչ ավել։ Շատ է լինում, որ ասում են, դե աշխատանքով շատ է տարված։ Ես փորձում եմ բացատրել, որ դուք ոնց եք ուղղակի սնվում։ Աշխատանք ինձ համար ուղղակի աշխատանք չէ։ Ես չեմ գնում 9-ին, վերադառնում 6-ին ու վերջ։ Դա ինձ համար իմ առօրյան է, դա ինձ համար իմ կյանքն է, եւ ես ունեմ որոշակի պատասխանատվություն, հետեւաբար խնդրում եմ ներել ինձ, եթե ես այդ պահին այդտեղ չեմ։ Դա չի նշանակում, որ ես ձեր մասին չեմ մտածում, ձեր մասին հոգ չեմ տանում, պետք չէ ինձանից նեղանալ, եւ այդտեղ շատ կարեւոր բան։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ գնահատի դիմացինի սահմանը, գնահատի դիմացինի ազատությունը, դիմացինի ժամանակը։ Նաեւ ճանապարհորդել եք սիրում, Գոհար, այս իրավիճակում լարվածության մեջ նաև հասցնում եք դրան ժամանակ տրամադրել եւ ես հասկանում եմ, որ այս ճամփորդությունները շատ բան են տալիս ձեզ նաև հենց այդ շնորհիվ այն տեխնիկայի, որ դուք կարողացել եք տիրապետել եւ սիրով այդ խորհրդով նաև կիսվեցիք լինել այստեղ եւ հիմա։ Ես ապրել եմ օրեր, երբ ես չեմ եղել Հայաստանում, եղել եմ հանգստի, բայց ես եղել եմ աշխատանքում։ Վերադառնալով հասկացել եմ, որ չեմ հանգստացել, որ կորցրել եմ ժամանակ։ Ավելի լավ էր ավարտել, նոր գնալ։ Ճամփորդությունները եւս պլանավորված են։ Երբ ավարտվեց 2025 թվականը, թարմ օրինակ է, ես պլանավորեցի, որ 2026 թվականը ինձ համար պետք է լինի շատ ճամփորդելու տարի։ Գոնե մինչև տարվա ավարտը 6 երկիր, որը ունենք արդեն պլանավորված։ Կարծում եմ, հա, շուտով առաջինը կունենանք, առաջի թռիչքը կլինի։ Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ չի սահմանափակվում մեր միջավայրով, այսինքն ես ուզում եմ տեսնել նոր մշակույթ, նոր երկիր, շփվել նոր մարդկանց հետ։ Դա մտքերը դասավորում է, դա ավելի զարգացնում է, կրթում է, նոր մշակույթը կրթում է, երբ սահմանափակվում ես քո միջավայրով, լճացնում է, չես տեսնում նորը, չես տեսնում ավելի լայն հնարավորություններ, չես կարողանում գնահատել ունեցածդ, այո։ Իսկ երբ դրսում ես, երբ մենակ ես շատ դեպքերում օտար երկրում, որտեղ որ ոչ մեկ չի խոսում քո լեզվով, մենք մեր երկրում ապահով ենք, այնտեղ կայանում ես,
Այնտեղ ինքդ քեզ հասկանում ես, այնտեղ գնահատում ես քո ուժերը։ Ինչքանով ես դու պատրաստ մենակ լինելուն, այդ հարցը ինձ մոտ էլ է առաջացել։ Երբ ես առաջին անգամ ճանապարհորդեցի ընկերուհուս հետ, մենք երկուսով միայնակ էինք օտար երկրում։ Դա մեծ պատասխանատվություն էր, որովհետև ես Հայաստանում չեմ զանգելու ընկերներս ինչ որ մեկը գա ինձ օգնության։ Այո։ Դա կարևոր է շատ ճամփորդելը կարծում եմ։ Այսինքն բոլոր ամեն ինչի մեջ դուք սիրում եք այս փոքր հաղթանակները նկատել ու տոնել։ Սա էլ է բնավորության երևի բնավորության ինչ որ մի առանձնահատուկ գիծ է, որը ժամանակի ընթացքում ավելացնում է եւ փորձառությունը եւ միևնույն ժամանակ ինքնավստահությունը ու նաեւ մի շատ կարեւոր բան ձեր նաեւ մասնագիտության մեջ է շրջահայացություններ։ Դուք կարողանում եք ամեն ինչը տեսնել շատ ավելի լայն համատեքստում։ Դա շատ ժամանակ նաև մասնագիտական է։ Մասնագիտականի վրա էլ է, չէ՞, իր ազդեցությունը ունենում։ Ուսումնասիրում ենք ոչ թե մի դրվագ, ոնց որ միշտ հաշվապաներին նայում են, այլ հետևանքները, իրավական հետևանքները, ինչ կլինի, այս հաշվետվությունից հետո ինչ կլինի, առաջ ինչ կլինի, այս թիվը ինչ է նշանակում, ոնց կարելի է ստանալ այն մեկը։ Վերլուծական մտածողությունը ձևավորվում է մասնագիտությունից, աշխատանքի ընթացքում։ Բնականաբար 10 տարի առաջ չեմ եղել այս մակարդակում եւ 10 տարի հետո վստահ չեմ լինելու այս մակարդակում, որովհետեւ միշտ շարժման մեջ պետք է լինել։ Շարժումը շատ կարեւոր է մարդու համար եւ մասնագետի, եթե Գոհար այսօր բնականաբար ինչպես ասում են այստեղ եւ հիմա եւ աշխատանքից շատ չենք խոսում, բայց փաստորեն դասընթացները շարունակվում են եւ Smart հաշվապահական իրավաբանական ընկերությունը ընդլայնում է նաեւ ես գիտեմ որ շատ են ընկերությունները տնտեսվարողներն ովքեր իրենց ամենադժվար հատվածը վստահում են ձեզ, պատասխանատվությունը նույն մեծ պատասխանատվությամբ շարունակվում է, ավելացել են, ես հասկանում եմ, որ ավելացել են դասընթացները Formex-ը արդեն ուսումնական կենտրոնի շրջանակում։ Ավելացրել ենք եւս մեկ ընկերություն, որի մասով չեմ ցանկանա այս բանի շատ բացահայտումներ կլսեն։ Կարծում եմ մենք մեկ օր ավելի շատ ընդայնված կանրադառնանք իր ճյուղերին։ Այո։ Ընկերությունները շատացել են ու ամեն ամիս ինձ մոտ եթե 2 ամիս գոնե մի քանի ընկերություն չի ավելանում, անհանգստություն է տիրում։ Հետևաբար ես չեմ եղել ճիշտ վայրում, ես չեմ աշխատել ճիշտ, չեմ ներկայացել ճիշտ, չեմ օգտագործել իմ ժամանակը, եթե նշանակում է ինձ համար, որ ես լճացել եմ։ Հրաշալի բան է, գիտեք, երբ մարդը կարողանում է ինքն իր համար այդ նշած զողերը սահմանել, պատրաստ լինել նոր հաղթանակների եւ քայլեր անել։ Ինձ համար ամեն անգամ կարծես այսպես բացահայտում է ձեզ հետ զրուցելը, որովհետև եւ մասնագիտական առումով մենք մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ գիտական ձեր գործունեությանն ենք անդրադառնում, այսինքն բոլոր ուղղություններով այսպես ունենալ հետաքրքրություններ, ունենալ հստակ գոլեր, հա, թիրախներ եւ կարողանալ գնալ այս ուղղությամբ, սա իսկապես շատ կարեւոր մի բան է։ Ձեզ հետ միասին այս զրույցը լսողները կարծում եմ, որ ինչ որ պահ կանգնեցին հիմա եւ մտածեցին, որ իրենք ինչ որ բան պիտի փոխեն։ Ես միայն ուրախ կլինեմ։ Ես միայն ուրախ կլինեմ, որ ցանկացած կին ինչ որ մի պահ կանգնի, ես էլ եմ ժամանակին դա արել։ Երբ գնում ենք մի ուղղությամբ, ես միշտ ինձ մոտ կա ինքնավերահսկողությունը շատ բարձր մակարդակի վրա է։ Ստոպ, մի հատ հասկացի, միգուցե այս իրադրությունը այսպես չէ, միգուցե այս մարդը հենց նա չէ, այս վայրը այն վայրը չէ, որ դու պետք է լինել։ Այսինքն պետք է անընդհատ ձեզ դնեք ամենավերևի նշածողի վրա եւ հասկանաք, որ ձեր եսը ամենակարևորն է։ Բնականաբար որոշակի ժամանակահատվածի ընթացքում եմ ես էլ հասել դրան, բայց հիմա ես կարողանում եմ ինչ-որ չափով ինձ գնահատել, հասկանալ որտեղ է միջավայրը, որտեղ պետք է լինեմ, որտեղ պետք է չլինեմ, ով պետք է լինի իմ կողքին, հստակ սանդղակներ կան, ով պետք է լինի իմ կողքին, մարդը, որ պետք է ընդունի իմ տեսակը։ Շատ կարևոր բան, որ մենք միշտ սովորեցրել են մեզ մանկուց, մեր երջանկությունը կապ չունի ուրիշի հետ։ Մենք ինքներս ուղղակի պետքա լինենք երջանիկ, որպեսզի մեր կողքինն էլ լինի երջանիկ, մեր երեխաները եւս լինեն երջանիկ, ընտանիքը լինի երջանիկ, հաջողությունը գա դեպի մեզ։ Բայց կներեք մի բան, շատ եմ ցանկանում, որ ինչքան էլ որ աղջիկները լինեն ակտիվ,
ինչքան էլ լինեն աշխատասեր, ինչքան էլ աշխատեն ավելի շատ գումար, շատ եմ ցանկանում, որ տղամարդիկ լինեն իրենց տեղում, որովհետև մեզ համար դա շատ կարևոր է։ Այո, իրականում։ Նորից ուզում եմ շնորհավորել, ես ուզում եմ, որ բոլոր օրերի մեջ ոչ միայն այս մեկ ամսյակի, այլև դրան հաջորդող շատ լինեն իսկապես տոները, բարձր տրամադրությունը, նոր հաջողությունները, որովհետև ձեր կողքին առհասարակ ինձ թվում է, որ տոները շատ լինելու բոլոր հնարավորությունները կան, եւ ես ուզում եմ, որպեսզի իրականում հաջողությունները շատ լինեն, ծրագրերն իրականանան եւ միշտ հնարավորություն ունենանք մենք հիանալու ձեր պրոֆեսիոնալիզմով եւ ձեր իրականում կարողանալ դրականը տարածելու այդ մեծ կարողությամբ։ Ես նույնպես շնորհավորում եմ բոլոր կանանց եւ մաղթում նոր գույներ, նոր երազներ, պայծառ օրեր, շատ արևներ։ Այո։ Ամենալավը իրենց համար, որովհետև եթե կինը երջանիկ չէ իրեն շրջապատող ոչ մեկ։ Յուրաքանչյուր հաջող ընտանիքում կա հաջողված կին, կա ներդաշնակ կին, կա ավելի ինքնավստահ կին։ Նույնը աշխատանքում յուրաքանչյուր հաջողված տղամարդու կողքին կա հաջողված կին։ Այո, իրականում այդպես է։ Սիրելի հետևորդներ, իսկապես, գիտեք, մենք անընդհատ խոսում ենք առանձին հաջողությունների, առանձին աշխատանքի, խնամքի, կրթվելու, ինքնակրթության մասին, բայց երևի տոները հենց դրա համար են եւ հատկապես կանանց տոներին մենք կանայք պիտի միմյանց հետ իսկապես խոսենք, հա ինչ որ առումով խոսենք այն գրանցած հաջողությունների մասին, որ ունենք։ Կարողանանք իրականում հասկանալ, որ յուրաքանչյուր կին լինելը իրականում այս բոլոր ուղղությունների հետաքրքիր այսպես սինթեզն է։ Ամենակարևորը իսկապես երջանկության այդ զգացողությունը ներսում ունենալն է, հասկանալ, որ դեպի երջանկություն տանող ճանապարհը պիտի մեզանից գա եւ մենք դրա համար ինչ որ չափով պատասխանատու ենք, մենք դրա համար պիտի որոշակի քայլեր անենք, սկսած արտաքինից մինչեւ զբաղվելը սպորտով, ինչպես նշեց Գոհարը, սպորտով զբաղվել, ժամանակ տրամադրել, պլանավորել, ամեն ինչի վերջո այս աշխարհում հնարավոր է։ Նույն այդ ժամերը 24 ժամ ունի յուրաքանչյուր օր եւ այդ ժամերի ընթացքում հանճարներն, ինչպես ասում են, ստեղծել են իրենց գլուխգործոցները։ Այս ժամերի ընթացքում հնարավոր է ամեն ինչ, եթե իսկապես ամեն ինչ ծրագրված է եւ դու հասկանում ես, որ դու այս աշխարհը երջանիկ դարձնելու առաքելություն ունես։ Այսօր մենք զրուցում էինք շատ հետաքրքիր, ինձ համար իրականում շատ սիրելի մարդու հետ, Smart հաշվապահական եւ իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, Formex ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Զարոյանի, ում հետ զրուցելը միշտ հաճելի է, որովհետեւ ամեն անգամ շատ անկեղծ նաեւ իր փորձից նոր ինչ որ ասպարեզում նոր հաղթանակի մասին է խոսում Գոհարը։ Հենց այսօր ճիշտ ժամանակն է, որպեսզի մի պահ կանգ առնենք ու որոշենք աշխարհն ավելի լավը դարձնելու համար հնարավորություն կա։ Այդ օրերը առջևում են եւ գուցե հենց այս տոների մեջ մենք կկարողանանք սա իրագործել։ Եթե երջանիկ է կինը, աշխարհում իրականում շատ բան բոլորովին ուրիշ է դառնում բոլորի համար։ Եկեք կարողանանք այս աշխարհն ավելի բարի դարձնել։ Իսկ որ սա մեր ձեռքերում է, դա փաստ է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։